Ռիգայի գագաթնաժողովում Ադրբեջանը առարկություններ ուներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եզրափակիչ փաստաթղթի ձևակերպումների առնչությամբ։ Գագաթնաժողովը նախագահող Սերջիո Մատարելան վրդովվել եւ չնախատեսված ընդմիջում է հայտարարել։ Ադրբեջանական կողմի այս քայլը հարուցել է եվրոպական երկրների ներկայացուցիչների հիասթափությունը։ Փաստաթղթի նախագծում նշվում է, որ Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, որ Եվրամիությունը աջակցում է Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, միջազգային իրավունքի եւ նորմերի հիման վրա։ Միջազգային իրավունքի որևէ սկզբունք առանձնացված չէր փաստաթղթում ոչ տարածքային ամբողջության եւ ոչ էլ ինքնորոշման, սակայն հաջողվեց հարթել բոլոր տարաձայնությունները եւ տեքստը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ մնաց նույնը։ Եվրոպական միության արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցների գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում կմնա նաեւ Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական անեքսիան դատապարտող ձևակերպումը, որին դեմ էին արտահայտվել Մինսկը եւ Երևանը։ Միևնույն ժամանակ հռչակագրի տեքստում որպես փողզիջում կնշվի, որ երկու պետություններն էլ դեմ էին քվեարկել այդ ձևակերպմանը ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում։ Ղրիմի ապօրինի բռնկացում եզրույթը մնում է փաստաթղթում, որովհետև այն վերաբերում է ոչ թե արևելյան գործընկերության երկրներին, այլ Եվրամիության անդամ երկրներին, իսկ քանի որ Հայաստանը Եվրամիության անդամ չէ, ապա որևէ ազդեցություն, որևէ առնչություն չի կարող ունենալ այդ եզրույթին։ Այդ իմաստով կարծես թե հնարավոր եղավ հարթել այդ տարաձայնությունը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանած պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ընդունելության ժամանակ Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը Եվրամիության արևելյան գործընկերություն ծրագիրն անվանել է ապագայի քաղաքականություն։ Դրան մասնակցում են Եվրամիության պետությունների եւ կառավարությունների, նաեւ ծրագրում ընդգրկված երկրների ղեկավարները։ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ելույթ է ունեցել արևելյան գործընկերության վերաբերյալ, ընդգծելով, որ եվրոպական ծրագիրը չպետք է վերածվի Ռուսաստանի եւ Եվրամիության միջև գեղեցկության մրցույթի եւ մրցակցության ասպարեզի Ուկրաինայում, Մոլդովայում, Հայաստանում, Ադրբեջանում եւ ծրագրի անդամ այլ երկրներում ազդեցության ոլորտի համար։ Տուսկը ասել է, որ եթե Մոսկվայի քաղաքականությունը հարևան պետությունների հանդեպ լիներ մի փոքր մեղմ, գրավիչ եւ հմայիչ, Ռուսաստանը ստիպված չէր լինի հատուցել։ Արևելյան գործընկերությունը Եվրամիության ընդարձակման գործիք չէ, այն ավելի շուտ գործիք է Եվրամիությանը մոտենալու համար։ Ահա այս հիմքի վրա ենք մենք վարելու բանակցությունները, հաստատել է Գերմանիայի կանցլերը։ Ֆրիդա Ղազարյան, Էպիկենտրոն։